Ականատեսի Կուբա ուղևորությունը շրջադարձային էր, վերհիշեց նողների պատմածն ու կորցրեց ժամանակի զգացողությունը։ Դեռ կոմունիստական կարգերով գերիշխող պետությունում քչերն են նորմալ ապրում, համատարած աղքատություն է ու թշվառություն։ Ականատեսի տեսածն ու լսածը, նկատածն ու նկարածը ոչ միայն հետաքրքիր է ու զարմանալի, այլև ուսուցողական։ Անկախ իրենց սոցիալական վիճակից, կուբացիները քաղաքակիրթ են բոլորի հետ, մարդամոտ շատերի, տնավարի ոմանց հետ։ Կուբա գնացի առաջին անգամ 2007 թվականին ու բավականին տպավորիչ էր ամեն ինչը, այսինքն թե զարմանալի, թե շատ տպավորիչ, զարմանալի էր տեսնել այն ինչ որ կար սովետական, տեսնել ինչ որ ակտուալ երկրում, նույն սովետական մեքենաները, սովետական մտածելակերպ, ինչ որ Մարքս, Լենին ու ինչ որ նման բաներ, պիոներիկներ, իդեպ այնտեղ ոչ միայն կարմիր էին կապում, նաև կարմիր ու կապույտ էին կապում, կարծեմ չէ 3-րդ դասարան կապույտերը դու դառնում էր կարմիր միանգամից, օվկիանոսն ասում ես, այնտեղ տեսնում ինչ որ 0.1 ու այդ մեքենաները, որ վերանորոգում էին, ասենք չկա Հայաստանում, գոյություն չունի, այսինքն Chevrolet-ի վրա դրած է, ասենք 0.6-ի շարժիչ կամ մեկը հակառակը, քաղաքական ազատության հետ կապված բավականին տարբերություն նկատեցի երկրորդ գնալու ժամանակ, քանի որ հենց համընկավ Ֆիդելի եւ եղբոր Ռաուլի արդեն տեղափոխությամբ, Ռաուլը պարզվեց ավելի այլ հայացքների տեր եւ արդեն շատ բաներ են արդեն թույլատրվում կուբացիներին, քան նախկինում բաները լսում էր զարմանում էի, բացի որ տարօրինականոց կարա ինչ-որ մեկի աշխատավարձը լինի $20 ամսեկան, բացի դրանից կային մի շարք արգելքներ, մի շարք, որ չի թույլատրվում կուբացիներին, այսինքն այդ քանակը անսահման էր։ Կուբացիներին արգելվում է ուտել ծովամթեր, արգելվում է ուտել տավարի միս, եթե ասենք ծառնարանում տավարի միս տեսնեն, արդեն կարելի է դատվել դրա համար։ Նախընտրում են, որ դա պետք է թողնել տուրիստներին կերակրել, դրա դիմաց մեծ գումարներ վերցնել, քան թե անիմաստ ինչ-որ կուբացի ուտի այդ միսը, որ մեկը մի հաշիվ, ինչ լոբի կերավ, ինչ միս կերավ, նույն ուղղությամբ նույն ստամոքսն է լցվել, այսինքն ինչի եթե կարելի է դա ավելի թանկ վաճառել տուրիստներին, կուբացիներն արգելում է գնալ հասարակական լողափեր, բացառվում, այսինքն դες բան անհնար է ինչ-որ մեկը երազի դրա մասին նույնիսկ։ Արգելում էր մտնել հյուրանոցներ, հյուրանոցի տարածք կուբացին եթե չի աշխատում հյուրանոցում, արգելվում է, հնարավոր չի։ Էլ խոսք չի գնում, ասենք ինչ-որ բարձրնակ սենյակ կամ ասենք թե դու կուբաց ես ունես գումար, չես կարող որոշես, ասենք գնաս, այդ օրը հյուրանոցում մնաս, բացառված բան է։ Իրավունք չունեն ժամանակ օգտվել տաքսիներից, իրավունք չունեն մի տաքսում մեջ գտնվել տուրիստի հետ, եթե չունեն հատուկ թույլտվություն տուրիստի հետ քայլելու։ Ես ինչքան հասկացա, ասենք ամեն ինչը պատկերացնելով փորձում են հնարավորինս զերծ պահել արտաքին աշխարհից, ասենք որ ինքը չպատկերացնում ու չհասկանան, թե դրսում ինչ է կատարվում, ինչ կյանք կա։ Այնտեղ չկա կաբելային հեռուստատեսություն, այսինքն միակ իրենց ազգային հեռուստատեսությունը, ինչ որ մի հատ լուրջ դեմքով մարդ է, ինչ որ կոմունիստ նստած, ինչ որ բաներ է խոսում, ինչ որ անհասկանալի, մեկ-մեկ կարող է ասենք Ուգո Չավեսի բանկանի որպես համախոհներ, ինչ որ ելույթներից միացնեն, հիմնականում էլ կոմունիզմը ինչ որ sense պատմական sense հիշում էր միանգամից այն սովետական հին ժամանակաշրջանները ու շատ ձանձրալի է, այսինքն ժողովուրդը տեղեկություն չունի իրականում ինչ է կատարվում դրսում ու շատ աշխիժ բանկ, ասենք թաքուն, այսինքն որպես հանցագործություն էր համարվում, ով ուներ տանը ինչ-որ կաբելային հեռուստատեսություն, ինչ-որ Սպուտնիկ էին դնում, ձայնագրում էին հեռուստասերիալները ու վաճառում էին։ Ամեն ինչի համար, ասենք, մարդկանց դատ էր հասնում։ Տուրիստից գումար վաստակելն է, ովքեր շփվում են տուրիստական ոլորտում, նրանք գումար ունեն։ Ու դրա համար զարմանալի չի, որ ասենք Կուբայում հիմնականում ամենահարուստները դրանք մարմնավաճառներն են։ Ու շատ աբսուրդ բան իմացա երկրորդ արդեն գնալուց, աղջիկների գերակշռող մասը նախընտրում են ինչ-որ ձևով տուրիստներին զվարճացնել եւ դրա դիմաց ասենք ոչ քիչ գումարներ ստանալ, որովհետեւ ցույց տան, որ իրենք գումար ունեն, իրենք ատամները դնում են ոսկուց շապիկ են հագնում ատամների վրա, բացում շատ վախենալու տեսարան առաջանում, երիտասարդ դարձնում ոսկուց ատամներով, ցույց տան, որ ինքը գումար ունի, այսինքն չի կարող դա ասենք ցույց տալ ձեռքում, չի կարող ականջից կախել, պետք է ինչ-որ միտեղ լինի այդ ոսկին, որ ցույց տա, ասենք, ատամները դնում են ոսկի, ասենք, աբսուրդ է, ասենք, թվում։ Ֆիդելի հետ կապված շատ տաշկիր բան կա։ Այնտեղ մարդկանց մեջ խորացած է շատ այդ վախը, այսինքն վախ իշխանության նկատմամբ, պատժվելու վախը եւ այդ ամենին աքսորվելու, պատժվելու, ցանկացած կուբացիով ապրում է Կուբայից դուրս, ինքը բարձրաձայն վստահ խոսում է Կուբայի սարսափելի, այսինքն դիկտատուրայի մասին։ Ովքեր ներսում են, իրենք շատ հսկսալով թաքուն կխոսեն, ասեն, վատնա, լավը չի, ես ինչ օրինակցել գումար չունենք, բայց երբ որ հայտարարում են, ասենք, միտինգ, բոլորս էս մի մարդու պես գնան հավաքվեն հեղափոխության հրապարակում ու սկսեն միանգամից
ասենք Viva la Revolution կամ Viva Fidel կամ ինչ-որ արտահայտություններ, ինչ-որ արհեստական բան կա դրա մեջ։ Բոլորը դժգոհ են, բայց երբ որ պահը գալիս է, գնում են միանգամից բոլորը միանգամից Viva Fidel են ասում։ Բայց հնարավորություն տուր, կղզում մարդ չի մնա։ Սևան էին գնացել մի անգամ, ինչ որ մեկը կատամարան տեսավ, ասել թե կատամարանից Կուբայի մլներ, ասենք հիմա բոլորը փախել են արդեն, հասել են Ֆլորիդա, որտեվ ցանկացած լողացող հարմարանք նստում են, գնացին միանգամից դեպի Ֆլորիդա, բոլոր հավանական ուղղություններով։ Տուրիստներին արգելում են որոշակի բաներ, արգելում են ինչ-որ թմրանյութերից օգտվել կամ, այսինքն արգելում են շատ խիստ դաժան ինչ-որ բաներ։ Արգելում են ներմուծել տեխնիկա, այսինքն հնարավոր չի ներմուծել միկրոալիքային վառարան կամ հեռախոս կամ ինչ-որ բան ներմուծել, այսինքն հետը տանել, այսինքն դու տրամաբանական ոչ մի տուրիստ հետը ասենք հարթուկ չի տանի կամ չի տանի ինչ-որ փոշեկուկ կամ ինչ-որ բան, իրենք ենթադրում են, որ դու դա կարող ես վաճառել, կարող ես վաճառել բավականին լավ գներով, որտեղ դա գոյություն չունի, կարող ես դու դա ցանկացած ինչ-որ բաներ փոխանակել, այսինքն ինչ-որ մի կոնտեյներ, ասենք սիգար վերցնել դրա դիմաց։ 2007 թվականին հեռախոս ունենալ արգելված էր, բջջային հեռախոս ունենալ արգելված էր, ինտերնետից օգտվել արգելված էր, բայց դա չի նշանակում, որ մարդիկ դա չունեն կամ չեն անում, բոլորն էլ ունեն, բոլորն էլ անում են։ Այնտեղ հագուստ չկա, հագուստ չի վաճառվում, ասենք մարդիկ խանութում խնդրում են, որ ես ասենք ցանկացած ինչ-որ սուվենիրը դիմաց, ինչ-որ շորտ ա իրենց, որտեղ իրենք հագնեն, բայց ով ձեռքը գումար կա, նրանք ամիջս էլ օգտվում են, քանի որ ուղարկում են դրսից, ստանում են, համար մեկ խնդիրը դա իրենց մոտ երկրից դուրս գալու խնդիրն է, այսինքն եթե սպորտսմեն չես, եթե ինչ-որ արվեստի ներկայացուցիչ ես, որ քեզ օֆիցիալ հրավիրում են, դու դուրս գալու հնար գրեթե չունես, անհնարին բան է, այսինքն պետք է կեղծ փաստաթղթեր սարքել, շախմատիստ տղայի ճանաչում, որ եկել է շախմատիստեղ, ինքը շատ լավ էր ապրում, երկու հատ նոթբուք ուներ, միշտ եռոներ էր գրպանում, այսինքն ինքը ինչ-որ բանի չէր նեղվում, քանի որ սպորտսմենները լավ են նայում, իրենց երկրի անունը շատ բարձր են պահում, տպավորիչ ինչ-որ մի բան էլ պատմեմ, առիթ եմ ինչ-որ խոսում էի, ասենք աղջիկներից մեկի հետ կուբացի, որ ուսանող էր, տնտեսագիտություն էր սովորում, ասա, ես էլ եմ տնտեսագետ, ասի դեպ, ինչ եք սովորում, ասեց մարքսիզմ, լենինիզմ, բան, ասես մարքեթինգ մենեջմենտ, դի որն է, ոնց, ասենք զարմացա, այսինքն հիշեցի, թե այն ինչ որ իմ ծնողներն են սովորել ժամանակին, որպես տնտեսագետ, հիմա դեռ երիտասարդություն սովորումը առանց գիտակցելու, որ դա իրենց բացարձակապես պետք չէ, դա ինչ որ իրենք սովորում են։ Սովորում են աբսուրդ, ապրում են աբսուրդ պայմաններում։ Եթե ուզում ես հաց ուտես, կարող ես տալոնով, այսինքն կտրոններով, սովետական։ Օրը մեկ անգամ ունես քո հասանելիք հացը։ Եթե ուզում ես տաքսի նստես, այնտեղ մի քանի կիլոմետր գնում ես, ասենք որ մեր մոտ բավականին թանկ են, ասենք $20 ես վճարում, դա նույնը կազմում ես մեկ ամսվա աշխատավարձ է։ Անհեթեթ բաները ահավոր շատ են։ Զարման նույն ակումբներում լիքը կուբացիներ, բայց որի մուտքը $15 մոտավորապես կարժենա, ու զարմans ոնց կա մարդիկ մտնեն այնտեղ։ Այսինքն իրականում վիճակը շատ տխուր է, բայց հնար բոլորը գտնում են։ Ամեն մեկը մի տեղից ինչ-որ բան գտնելով, մի տեղից կամ գողանալով կամ ինչ-որ մեկից համոզելով որ գումար տա կամ անհասկանալի է ով ինչ ճանապարհով, բայց հնարամիտ են երևի կուբացիները։ Ամենայն դեպս բոլորը շատ ուրախ են։ Ինչքան էլ բողոքում են, կյանքը շատ կենսուրախ են տա, այսինքն երբ որ համեմատում ես մեր երկրի հետ, երբ որ բավականին ես կասեի ամենայն դեպս ինձ համար շատ բարենպաստ պայմաններ կան ապրելու համար, բոլորը բողոքում են, բոլորը դժգոհում են։ Պետք է գնան այնտեղ որպես Կուբայի քաղաքացի ապրեն, որովհետեւ արդեն գնահատեի ամեն մեկը իր երկիրը, թե այն ինչը ինքը ունի։